Մենք մեր ազգային տոմարում այդքան էլ շատ տոներ չունենք եւ շատ ափսոս, որ այս օրը այդպես էլ չդարձավ մեր գիտակցության, մեր պատմության գանձը, ինչն իրենից իրականում ներկայացնում է, որովհետեւ 1921 թվականի փետրվարի 13-ին սկսվեց Պետրվարյան ապստամբությունը, հակասովետական եւ Հայաստանը, հայերը միակ ազգն էին, միակ երկիրն էին, որոնց հաջողվեց տապալել սովետական իշխանությունը սովետականացումից, զավթումից հետո։ Ռուս-թուրքական զավթումը, որը սկսվեց փաստորեն 20 թվականի նոյեմբերին եւ դեկտեմբերին Երևանն արդեն զավթված էր, հաշված ամիսներ անց փետրվարին փաստորեն ազատագրվեց եւ 50 օրով վերականգնվեց հայոց անկախությունը։ Հետաքրքիր է, որ մենք ունենք գրքեր, օպերաներ, որը մենք չենք գրել իմիջիալոց։ Մի հրյա Ֆրանց Վերֆելն է գրել Մուսադաղի 40 օրը մեկ լեռան դիմադրության մասին, բայց մենք հայերս 50, այլ ոչ թե 40 օր ազատագրել ենք մի ողջ երկիր, եւ դա միակ դեպքն է սովետական ողջ շրջանում, եւ որ որևէ ազգ, որևէ երկիր ազատագրվել էր այն էլ 50 օրով։ 50 օր անց ապստամբությունը բնականաբար արյան մեջ խեղդվել է, բայց այստեղ եւս մի կարևոր հանգամանք կա։ Հենց այդ օրերին մարտի 16-ին 21 թվականին ռուսները եւ թուրքերը Մոսկվայում կնքեցին մարտի 16-ին Մոսկովյան պայմանագիրը Հայաստանը բաժանելու մասին եւ այն հանգամանքը, որ Հայաստանը այդ պահին, որովհետեւ դա փետրվարի 13-ից էր, 18-ը դա Երևանի ազատագրման օրն է, մինչեւ ապրիլի 2-ը Հայաստանի անկախությունը վերականգնված էր եւ այդ ընթացքում Հայաստանի մասին որևէ որոշում էր ընդունված, երբ որ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իշխանություն էլ վերահսկողություն էլ չունեին։ Այսինքն Մոսկովյան պայմանագիրը այս առումով գոնե պատմականորեն ապօրինի է եւ այս ամենը իհարկե պետք է հիշել եւ բացի դա սա ասպետական արժանապատվության մի պորտկում էր, որը թվում էր խենթություն։ Իզուր չէ որ Սարդարապատ իր գործում, որը հետո դարձավ հայտնի երգ, Սևակը գրել էր, երբ չի մնում ելքուճար, խենթերն են գտնում հնար։ Դա խենթություն էր իհարկե, բայց այդ խենթությունը նախ ուներ հսկայական քաղաքական իմաստ, կրկնում եմ Մոսկովյան պայմանագիրը դրանով իսկ արդեն պայթեցված էր ի սկզբանե։ Երկրորդը դա ցույց էր տվել ողջ աշխարհին եւ ես չեմ չափազանցնում։ Հաջորդ օրը New York Times թերթը խմբագրական էր գրել Soviets are overthrown in Armenia։ Սովետները տապալված են Հայաստանում։ New York Times-ն էր գրել։ Իսկ մեզ մոտ ես այսօր առավոտյան անցա ոչ պետական, պաշտոնական պատվիրակություններ, բնականաբար ոչ ծաղկեպսակ, ոչ մի բան։ Մերպես մարդիկ գալիս են, երբ որ հիշում են, ծաղիկներ են դնում։ Մի խոսքով սա մի հերոսական էջ է, որը պետք է հիշել եւ ես շնորհավորում եմ մեր ժողովրդին, մեր ազգին այս ասպետած տոնի արդիվ։ Դուք ասում եք ծաղիկներ են դնում, ինչ որ կոթող կա այս օրը խորհրդանշող։ Մեր երկու նվիրյալները, ձեր գործընկերը Աիդա Ներսիսյանը, հայտնի հեռուստահաղորդավար, որը հիմա Ֆրանսիայում ապրում է, եթե չեմ սխալվում, եւ պարոն Մարկոսյանը, Ռազմիկ Մարկոսյանը, երկուսով տարիներ առաջ, ես հիմա թիվը հաստատ չեմ հիշում, կատարեցին գնդապետ Կորղանովի Թորան կամքը եւ կազմակերպեցին մի խաչքարի այո, դա անգլիական այգում է, ընդ որում դա միակ փաստորեն անգլիական այգում է։ Անգլիական այգում է, անգլիական միջալուց կոչվում է ոչ թե Անգլիայի պատճառով, այլ պարզապես այգիները լինում են ֆրանսիական ձևի եւ անգլիական, եթե Ամերիկյան համալսարանի դիմացի Չէ։ Որ այգին է։ Չէ, դա առաջ կոչվում էր Կոմ այգի։ Հա, Կոմ այգի։ Դա քաղաքապետարանի ճիշտ իմաստն է։ Անվանումը ես չգիտեի ներող։ Դա հին անուն է, այդ 3 հիմա բաժանված այգիներ իրականում մի այգի էր եւ դա միակ քաղաքային այգին էր առաջի հանրապետության եւ դա խորհրդանշական տեղ է։ Նախ այնտեղից մի քանի 100 մետր հեռու գտնվում է
Երևանյան բերդը գտնվում էր։ Հիմա դա մայրաքաղաքի գնդի գաուպտվախտաներ ժամանակին, հիմա պարզապես ինչ որ մի շինությունը դա էլ չպահպանվեց, թեև դա էլ է պատմություն, եւ այնտեղ կացնահարվել էին բոլշևիկների, փախչող բոլշևիկների կողմից Սարդարապատի հերոսները, եւ այդ ամենը բացվեց հենց փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը, երբ որ ապստամբները բացեցին բոլոր բանտերը, եւ նրանց, այդ թվում նաեւ գնդապետ Կորղինյանի Պաստորեն հիշատակին մի քանի անունով դրված այդ կոթողը։ Այդ այգում մարդիկ հավաքում էին հաց, զենք, ծխախոտ, սնունդ, ջուր, որ ուղարկեին Սարդարապատ, որտեղ կողքը Գորվետկա կոչվող երկաթուղային երևանյան կայրաններ, այսինքն սա պատմական տեղ է, բայց այդ մասին ոչ ոք չի հիշում, իսկ այգին լցված է սովետական խորհրդանիշներով եւ այնտեղ կոթող կա, որտեղ հայ ժողովուրդը շնորհակալ է Կարմիր բանակին եւ մինչեւ այսօր այդ հայտարարությունը պահպանվում է։ Գաղափարապես մենք միշտ եղել ենք դեմ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների ռուսամետ եւ ստրկամիտ գործելակերպին եւ մենք համարում ենք, որ Արցախի աղետը, ինչպես եւ 20 թվականի պատերազմի աղետը, դա հենց արդյունք է այդ ռուսամետ կույր անհեռատես քաղաքականությանը, որը վարվում էր եւ Երևանում եւ Ստեփանակերտում միասին, որովհետեւ բաժանել այդ երկու քաղաքական կառույցները հիմա, ինչպես շատերն անում են, դա նույնպես անհեթեթ է եւ սխալ։ Բայց այնուամենայնիվ մենք համարում ենք, որ այն դատավարությունը, որը այլ կերպ կան զավեշտ անվանել չի կարելի, Բաքվում բացարձակապես ապօրինի է եւ սրբապիղծ է, որովհետեւ անվանել այդ մարդկանց ահաբեկիչներ սա իրավական տեսակետից սխալ է, որովհետև Արցախը, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գտնվում էր ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի նախագահների, համանախագահների, այսինքն Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ մի քանի այլ երկրների դեսպանների բանակցությունների առարկա տասնամյակներով եւ այդ մարդկանց ընդունում էին ամենաբարձր մակարդակով խորհրդարաններում, կառավարություններում, պայմանագրեր էին կնքում, նույն Ադրբեջանը 94 թվականին իր կապիտուլյացիան կամ զինադադարը կնքեց նաեւ Արցախի բանակի հրամանատարի հետ, բանակցությունների կողմ էին նաեւ։ Այո, իհարկե։ Այդպես որ անվանել նրանց հիմա ահաբեկիչներ, ինսուրգենտներ, ինչպես ասվում է, սա սուտ է։ Երկրորդը արդեն սրբապղծություն է, երբ որ ազգային ազատագրական պայքարի ներկայացուցիչները կոչվում են նացիստներ, այն էլ բացարձակապես նացիստական, հայատյաց, մարդատյաց, բռնապետ Ալիևի ռեժիմի կողմից, որը ժառանգական բռնապետ է, որը խորհրդանիշ է կաշառակերության, դաժանության եւ ազատությունների ու մարդու իրավունքների ճնշման եւ իր երկրում եւ հայերի նկատմամբ։ Եվ նա դա ասում է, օրինակ Դավոսում, նա դա ասում էր վերջերս Մյունխենում, նա դա ասում է France 24 հեռուստատեսությանը եւ ինչու ենք մենք այդքան վրդովված, որ այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները որևէ մակարդակով արտգործնախարարության, խորհրդարանի, կառավարության, չգիտեմ, ով պետք է խոսի, չի փորձում առարկել դա, չի փորձում դիմակազերծել այս սուտը, այս կեղծիքը, որովհետև սա վերաբերվում է ոչ թե մի քանի մարդկանց, Ռուբեն Վարդանյանին եւ ուրիշներին, սա վերաբերվում է նախ Արցախին, հայ ազատագրական պայքարին ընդհանրապես, հայ ժողովրդին եւ Հայաստանին ընդհանրապես, եւ լռել նշանակում է համաձայնվել դրա հետ։ Եվ սա երկակի անհեթեթություն է եւ զավեշտ, որովհետեւ նախ դա վարկաբեկում է մեր ազգը, մեր պայքարը, մեր արժանապատվությունը եւ երկրորդը դա ստեղծում է նախադեպ ուրիշ ցեղասպանությունների, ուրիշ հայրենազրկումների համար։ Պատահական չէ, որ նույն ժամանակ կատարվող փաստորեն ջարդը Ղազայում եւ հետագայում մենք նոր օրինակներ կտեսնենք, արդեն ընդունում են Ալիևի վարկագիծը որպես նախադեպ։ Եթե կարելի էր Ալիևին եւ եթե հայերը չեն բողոքել, լռել են
ուրեմն կարելի է բոլորին։ Սա շատ վտանգավոր է, սա հակասում է Հայաստանի միջազգային պարտականություններին եւ օրենքներին, սա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Բաքվի դատարանում քննվում էր լոկ անհատների հարցը, թե ամբողջ, տեսեք, Ռուբեն Վարդանյանը ասեց, ես հայերին եմ ներկայացնում, ես հայերին եմ, հայերի անունից եմ խոսում, ուզում եմ իմ հարցս հետևյալն է, այդ ահաբեկիչներ եւ նացիստներ, որ որակում են Բաքվի դատում, դա միայն անհատներին են որակում, թե ամբողջ հայ ազգին են որակում, եւ եթե դուք ասում եք լռում է Հայաստանը, նշանակում է արդյոք, որ ընդունում է այդ որակումները իր հասցեին։ Ես մեկ անգամ եմ կրկնում, որ գաղափարապես մենք հակառակորդ ենք Ռուբեն Վարդանյանը, Արցախի ընտրված ներկայացուցիչները եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ Մենք գտնում ենք, որ իրենք քաղաքական ողբերգական սխալ են կատարել, բայց հիմա դա նշանակություն չունի, որովհետեւ նրանք հիմա դատվում են որպես հայեր եւ նրանք կրում են Հայաստանի Հանրապետության անձնագրերը եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու անձնագրում գրված է, որ այս անձնագիր կրողը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության։ Եվ սա չի կատարվում, եւ սա մեր պետության դեմ, մեր ազգի դեմ, մեր քաղաքակրթության դեմ ոտնձգություն է եւ շատ լուրջ է, որովհետեւ մնալով անպատասխան դա դառնում է օրինական։